Սկոլիոզը, որպեսզի ծնողը կարողանա հասկանա իր երեխան ունի սկոլիոզ, թե չունի սկոլիոզ, պետք է ուղղակի թիկունքով կանգնացնի երեխային իրենից առաջ, այսինքն իր առջև, մոտավորապես 2 մետր հեռավորության վրա, եւ երեխային հրահանգեք, որ ոտքերը կոնքի լայնությամբ, ոտքի մատերը մի գծի վրա հավասար դրած, ծնկները զգաստ պահած, ձեռքի ափերը իրար կապած, աստիճանական կարգով մեջքը թող կլորացնի երեխան ափերով հասնելով ոտնաթաթերը, գլուխը կախի, հետո կրծքավանդակը, հետո գոտկատեղը։ Երբ որ հասնում ենք կրծքավանդակի կլորացման պահի վրա մի պահ կանգ եք առնում եւ նայում եք թիակների մեջ տարբերություն կա, թե չկա, եթե թիակները մի կողմից ուռուցիկ է կամ կուզիկ է, իսկ մյուս կողմից փոսորակ, դա միանգամից խոսում է սկոլիոզի առկայության մասին։ Ուռուցիկությունը որքան մեծ է, այնքան մեծ եւ անկանոն սկոլիոզ ունի երեխան։ Եվ նույնը շարունակելու դեպքում դուք հակադարձ եք տեսնելու գոտկատեղում հակառակ կողմից ուռուցիկություն եք տեսնելու, իսկ հակադարձ կողմում փոսորակություն։ Դա առաջին այն նշաններն են, որոնք ընդգծված ցուցադրում են երեխայի մանկական ծագման իդիոպաթիկ սկոլիոզը։ Ինչի մանկական, որտեղ այն ձևավորում է վաղ մանկական տարիքում եւ մանկապատանեկան տարիքում։ Ինչու իդիոպաթիկ, որտեղ ծագումը մինչև հիմա գիտության համար անհայտ է։ Բոլոր այն հեքիաթները, որ ձեզ պատմում են, այ երեխայի ուսին, աջ ուսին բանը պայուսակ գցեցինք, դրա համար ձախ կողմ ծրվեց կամ ձախ ուսին գցեցինք, աջ կողմ ծրվեց, հազար ներողություն։ Դա բացարձակ անհետեթություն է եւ չի համապատասխանում իրականությանը։ Մանկական իդիոպաթիկ սկոլիոզը դա ոսկրային ասիմետրիկ աճի եւ պտտական շեղման առաջին, այսպես ասած, դրսևորումն է երեխայի ողնաշարի վրա նրա ոսկրային աճի շրջանում, օսիֆիկացիայի process-ում։ Չի կարելի այն խառնել շատ տարբեր բաների հետ։ Այո, երբեմն լինում է, որ ոտքերի մեջ ասիմետրիա է լինում կամ կոչվում է տերմինաբանությամբ լատերալ դեկոմպենսացիա։ Երբ որ ուղիղ կանգնած երեխային ձեռքերը դնում եք զստոսկրի թևիկներին, տեսնում եք թևիկներից մեկը բարձր, մյուսը ցածր։ Ինչպես ուզում եք զգաստ կանգնացնել երեխային, տեսնում եք տարբերություն։ Այդ տարբերությունը նույնպես նշում է երեխայի մոտ այն, որ ոտքերի ասիմետրիայի պատճառով նույնպես ողնաշարը հակում ունի թեքվելու կարճ ոտքի կողմ գոտկատեղում եւ որպես կոմպենսացիա հակադարձ դեպի երկար ոտք կրծքավանդակում, ստանալով էսաձև շեղում կամ դրա ակնհայտ հնարավորություն։ Բայց ոտքի շեղման կարճության պատճառով ձևավորված սկոլիոզները դրանք չեն ունենում մեծ ռոտացիայի անկյուն, այսինքն պտտման անկյուն։ Եվ այսպես ինչ է սկոլիոզը։ Նորից նշեմ, այն ուղիղ պրոյեկցիայից էսաձև կամ ցեաձև կամ խառը տիպի շեղում է դեպի կողք եւ դեպի աչուձախ կողմեր, կողմնային պրոյեկցիայից սագիտալ կամ կողմնային կտրվածքի խանգարում է գոտկային կրծքային բնական կորերի հաշվին կամ կրծքային կիֆոզի եւ գոտկային լորդոզի անկյունների շեղում է եւ հորիզոնական պրոյեկցիայում պտտական շեղում։ Դա սկոլիոզի հստակ բնութագիրն է։ Իսկ այն սկոլիոզները, մերսի Էլիա ջան, իսկ այն սկոլիոզները, որոնք որ լինում են լատերալ դեկոմպենսացիայի կամ ոտքերի անհավաչափության պատճառով, դրանք չեն ունենում մեծ ռոտացիայի անկյուն, մեխանիկական, ուրեմն ադապտիվ փոփոխություն է, որը ոտքերի մեջ կոմպենսատորներ դնելով կարելի է հեշտությամբ եւ հաղթահարել, եւ կանխարգելել, եւ հետագա ընթացքը կանգնացնել նույնպես համապատասխան մարզական ծրագրեր իրականացնելով եւ հսկելով ոտքերի աճը։ Խնդրել եմ, որ բոլոր ձեր հարցերը, հիմա նորից հետ չեմ գնալու նայեմ ձեր հարցերին, ձեր հարցերը կոպի արեք, որ հենց ասեմ դրեք հարցերը, բոլորդ այդ հարցերը միանգամից դնեք։ Ուղիղ 7-8 րոպե հետո դուք հարցերը դնելու եք։ Իսկ այդ 7-8 րոպեն ես առանց ընդհատելու կարող եմ նախ պարզաբանել սկոլիոզի թեմայով, ինչն է հիմնական սխալները եւ ինչն է հուզում ծնողներին։ Առաջին բանը, երբ որ ծնողները գտնում են սկոլիոզը երեխայի մոտ, ինչ քայլեր են անում, բնականաբար խելակորույս սկսում են գովազդներ փնտրել։
Ցավալիորեն ես պետք է նշեմ ձեզ, որ տարիներ առաջ, երբ որ ես մանկական իդիոպաթիկ սկոլիոզի ուրեմն կոնսերվատիվ բուժման ժամանակակից գիտական մեթոդիկաները թեմայով բավական լայնածավալ կրթություն էի ստացել Եվրոպայում եւ այն որ ավելի խորը աչքերը բացվում է, ինչ փորձառություններ ունես, հասկանես, որ դա շատ քիչ էր, մինչեւ այդ իմացածը եւ նորությունների այդ տեղատարափը, նորությունների այդ պայթյունը հնարավորություն էր տվել, որ ես ավելի ու ավելի հասկանայի, իսկ ինչպես պլանավորել դրա բուժումը, կորսետավորումը, վաղ փուլերում բացահայտումը, գործիքային հետազոտության ճշգրտությունը եւ այլն։ Զարմանալի էր, ես աչքովս ընկավ գովազդները։ Մի պահ ինձ դրեցի ծնողի տեղ, որի երեխան ունի սկոլիոզ եւ սկսեցի գրել սկոլիոզի բուժում, թե հենց տենց հայերեն եւ ռուսերեն, լիչենիա սկոլիոզա, սկոլիոզի բուժում։ Դուք չեք պատկերացնի ինչ պայթյուն տեղի ունեցավ։ Խոսքս վերաբերում է 2019 թվականի դեպքերի, հա։ Երբ որ գրեցի սկոլիոզի բուժում, միանգամից իմ աչքի առաջ եկան, ուրեմն հիմնական մասը, որ գրում են սկոլիոզի բուժում, չգիտեմ, մերսման միջոցով, սկոլիոզի բուժում հարվածալիքային թերապիայի միջոցով, էդ էլ գրողը, ասենք, չգիտեմ, բժիշկ էր, թե բժիշկ չէր, հետո պարզեցինք, որ բժիշկ չի, բայց հարվածալիքային թերապիայի սարք է գնել եւ աչուձախ բոլորին այդ սարքով գանահարում է եւ ասում է, որ ինքը բժիշկ է եւ ասում է, որ դրանով կարելի է սկոլիոզ բուժել եւ այն բոլոր երեխաները, որոնք որ մեղմ ասած այդ դրբի տակ ընկել էին, բոլորն էլ շատ ավելի վատ հետևանքներով դիմել են տարբեր բժշկական կենտրոններ, այդ թվում նաեւ առողջ ողնաշար բժշկական կենտրոն եւ ցավալի հետևանքներ են ունեցել։ Այսինքն սկոլիոզը սրընթաց աճել է։ Թե որտեղից էր այդ երիտասարդը վերցրել նման կարծիք, որ կարելի է սկոլիոզը բուժել հարվածալիքային թերապիայի միջոցով, առանց կորսետավորելու, առանց ճշգրիտ հետազոտություններ անելու, առանց վերականգնողական բուժման նեղ մասնագիտական պլան իրականացնելու, առանց օրթոպեդի օգնությանը դիմելու, եթե դրա կարիքը լինում է, ուղղակի դա ամբողջ խնդիրը հենց այդտեղ էլ սկսում եւ ավարտվում է։ Ոչ մասնագիտական եւ նեղ մասնագիտական կրթություն չստացած մարդիկ երբեմն սկոլիոզի մասին բղավում եւ բարձրաձայնում են ավելի հաճախ, քան այն մարդիկ, ովքեր որ դրա համար համապատասխան նեղ մասնագիտական բժշկական կրթություններ են ստացել մի շարք եւ այդ կրթությունը օգնում է աչքերդ բացելու, որ դու հասկանաս, որ սկոլիոզ ուղղելը այդքան հեշտ գործ չի եւ դա տարիների քրտնաջան աշխատանք է եւ երբեմն թույլ արդյունքներով, ուշացման դեպքում անարդյունք, վաղ փուլերում հիանալի արդյունքներով։ Ահա ինչի համասին եմ այսօր նորից ու նորից բարձրաձայնում։ Եթե ես անցած անգամ ներկայացնում եի, թե ինչ է իրենից ներկայացնում սկոլիոզը, այսօր ես ձեզ ուզում եմ ներկայացնել, սիրելիներս։ Այսօր ես ձեզ ուզում եմ ներկայացնել, թե ինչ չի կարելի անել սկոլիոզի պարագայում։ Դուք բացահայտեցիք սկոլիոզը։ Պարզ է, որ ձեր երեխայի մոտ արկա է մանկական իդիոպաթիկ սկոլիոզ։ Ձեր հաջորդ քայլը դիմում եք առաջին բժշկական օջախի կամ առողջության կենտրոն են հիմա անվանում պոլիկլինիկաները, առողջության կենտրոնի մասնագետներին։ Դա կամ պետք է լինի ընդհանուր պրակտիկայի մանկաբույժ, կամ պետք է լինի ընդհանուր պրակտիկայի թերապևտ, ինչպես ասում ենք, ընտանեկան բժիշկ, դա պետք է կամ լինի օրթոպեդ եւ կամ մանկական նյարդաբան։ Այն ռեսուրսը, ինչ որ առողջության կենտրոնները ունեն, այդ շրջանակների մեջ է։ Այդ մասնագետների մեծ մասը նեղ մասնագիտական պատկերացում չունի, հենց առաջին օղակի, շնորհակալություն Լևոն ջան, հենց առաջին օղակի կողմից առաջարկվող առաջին հետազոտական գործիքակազմը։ Ինչպիսին պետք է լինի այդ գործիքակազմը, սիրելիներս։ Այդ գործիքակազմը պիտի լինի հետևյալը։ Բժիշկ մանկաբույժը, բժիշկ ընտանեկան բժիշկը, ոչ նեղ մասնագիտություն ունեցող օրթոպեդները եւ մնացած բոլոր մասնագետները, ովքեր որ
վաղ փուլում բացահայտում են սկոլիոզ, պարտավոր են երեխային ուղղորդել ամբողջական ռենտգեն հետազոտման, մի կտոր նկարով ամբողջական ծոծրակ ոսկրից մինչև կոնկազդրերի հոդագլուխ, ուղիղ եւ կողքից երկու պրոյեկցիայով։ Դա այն ինֆորմացիան է, որը կարևոր է եւ պարտադիր է, որպեսզի շատ հստակ պատկերացում կազմի սկոլիոզի հնարավոր պրոգրեսիվման կամ հնարավոր աճի ակտիվության մասին, լավագույն ինֆորմացիան է տալիս դա։ Առաջին քայլը ռենտգեն նկարը, եթե կատարվում է մասնակիորեն կամ սխալ, օրինակ վերցնում են կտորներով են նկարում կամ ուղիղ պրոյեկցիայից են մենակ նկարում եւ այլն, եւ արդյունքում ամբողջական ինֆորմացիա չունենալու պատճառով չեն կարողանում զստոսկրի թևիկներով տեսնել օրինակի համար ըստ ռիսերի սանդղակի աճի գոտիների ակտիվությունը, որը միայն ու միայն կարելի է տեսնել, եթե նկարահանված է կոնկազդրի զստոսկրի թևիկները, այսինքն տազը, հա։ Երկրորդ, եթե վաղ փուլում չեն կարող տեսնել ուրեմն կոնկազդրային հոդագլխիկի աճի գոտիների ակտիվությունը, որտեղ որ դու կարողանում ես պարզաբանել եռարադիալ այդ զոնաները, եռարադիալ աճառը, հա, այսինքն երբ որ այդ աճառը բաժանված է 3 մասի եւ նա ձևավորման փուլում է, դա նշանակում է, որ դեռ իր ակտիվ աճի ընթացքը դեռ արժևում է եւ բնականաբար այդ ընթացքում պետք է երեխային արդեն շատ հստակ ուղղորդել, պատկերացում տալ, որ մասնագետներին դիմեն, եթե երեխայի մոտ սկոլիոզի աստիճանը հասնում է գոնե 15 աստիճանի։ Այսինքն 7-ից 10 տարեկանում 15 աստիճանի, 15-ից 20 աստիճանի սկոլիոզը խոսում է նրա մասին, որ այդ սկոլիոզը աճելու է շատ արագ։ 10-ից 15 աստիճանը մի քիչ միջին արագության մասին է խոսքը, բայց 15-ից 20 աստիճանը խոսում է գերարագ աճող սկոլիոզի մասին։ Եթե 10 տարեկանի շեմը երեխան հատում է 15-ից բարձր աստիճան սկոլիոզով, հավատացած եղեք, եթե ժամանակին չկանխարգելվի, հետո դեմը չեք կարող առնեք։ Հետո շատ լուրջ խնդրի առաջ կկանգնի այդ երեխան։ Եթե 10 տարեկանում հասնում է 20 աստիճանի, 12 տարեկանի շեմը անցնելուց այդ սկոլիոզի անկյունը դառնալու է 35 եւ ավելի աստիճան, որը այլևս կանգնացնել պրակտիկորեն շատ կդժվարանանք 14 տարեկանից հետո, որտեղ 14 տարեկանի դպարագայում արդեն հատում է 50 աստիճանի անկյունը եւ այն դառնում է չկառավարվող, չֆիքսվող եւ կոնսերվատիվ բուժման, որակյալ բուժման, էֆեկտիվ բուժման չենթարկվող սկոլիոզի տեսակ սիրելիներս։ Դա այս ինֆորմացիաները ինչ որ ես ձեզ ներկայացնում եմ, դա շատ կարևոր է, ներողություն եմ խնդրում։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ֆիքսեք այս ինֆորմացիան, ուղարկեք ձեր ընկերներին, ձեր հարազատներին, փոխանցեք, նույնիսկ հիմա կիսվեք, որ մարդիկ լսեն։ Ես վերջում հենց այս դասախոսությունը վերջացրեցի, դնելու եմ էջում հենց սա ձայնագրված, որպեսզի դուք բոլորդ հնարավորություն ունենաք նորից լսելու եւ կիսվելու այս ինֆորմացիան, սիրելիներս։ Եվ պատկերացրեք, իմանալով եւ պատկերացնելով այս ամբողջ ընթացքը, թե ինչ արագությամբ կարող է երեխայի սկոլիոզը սրընթաց աճել ու հանկարծ առաջին բժշկական օղակը վրիպում է, մինչև 20 աստիճան սկոլիոզին 10 տարեկանում հաշվի չի առնում, ասելով դե երեխային տարեք լողի կանցնի, ասեմ ձեզ, որ ոչ մի լող, ոչ մի մարզանք հենց այնպես սկոլիոզ ուղղելու համար նախատեսված չեն։ Սկոլիոզի համար հատուկ մարզանքների ծրագիր կա, ամբողջ աշխարհում դրա համար կա մասնագիտական շատ բարձր մակարդակի կենտրոններ, գիտահետազոտական ինստիտուտներ, որտեղ որ մշակվում են սկոլիոզի բուժման գիտական պրակտիկաները։ Եվ բուժման առաջին հենց փուլում այդ աստիճանի սկոլիոզների պարագայում պարտավոր է մասնագետը, նեղ մասնագիտացված բժիշկը, պարտավոր է երեխային ուղղորդել կորսետավորման։ Դա հատուկ կորսետ է երեխայի ռենտգեն չափորոշիչներից օգտվելով եւ մարմնի չափագրումով, որը որ կֆիքսի մարմինը եւ ժամանակակից կորսետները բավականին արտաքինից կոկիկ տեսք ունեն եւ սիմետրիկ են։
նախկին կորսետների նման ծամացարված եւ այլանդակտես չունեն, որ երեխան դրանից կոմպլեքսավորվի։ Նույնիսկ այսպիսի հասարակ մայկայի տակից այդ կորսետը չի երևում։ Անհրաժեշտ է եւ շատ շտապ պարտադիր է երեխային կորսետավորել։ Անկախ նրանից, թե ձեզ կինեզիստներ, մասաժիստներ, որոնք որ ելի եմ ասում, դրանք ոչ միայն նեղ մասնագիտական կրթություն չունեն, այլ նաև բժշկական կրթություն չունեն եւ իրավունք չունեն հիվանդության վարման պրակտիկա իրականացնել առանց բժշկի ուղեկցության, առանց բժշկի պլանավորման, առանց տեխնիկ բիոմեխանիկի մասնակցության եւ կորսետավորման, առանց օրթոպեդի շարունակական զննման եւ հսկողության։ Սկոլիոզի բուժման ամբողջ կոնցեպցիան։ Դա թիմային աշխատանք է եւ երկարաժամկետ։ Որքան է տևում սկոլիոզի բուժումը, այնքան քան դեռ ձեր երեխան ակտիվ աճի շրջանում է։ Ակտիվ աճի շրջանը համարվում 7-ից մինչև 14 տարեկանը, միջին ակտիվության շրջան է համարվում 14-ից 17 տարեկանը, պասիվ աճի շրջան է համարվում 18-ից մինչև 21 տարեկանը, բայց էֆեկտիվության համար մինչև 14 տարեկանը բոլոր խնդիրները պետք է հասցնել լուծել։ Չլուծելու դեպքում բարձր էֆեկտիվության բուժման մասին խոսք անգամ լինել չի կարող։